Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Ինտենսիվ պարապմունքներ, կրակային և ֆիզիկական հմտությունների կատարելագործում, ուսումնական զորամասերում ակտիվ փուլում են տեսական և գործնական դասերը։ Պաշտպանական գերատեսչությունը պատրաստվում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդային օրերը, օրենսդրական փաթեթը խորհրդարանում է։ Անվճար հանգիստ զինծառայողներին և նրանց ընտանիքներին, անդրադարձ Լեռնային Հայաստան հանգստյան տան գործունեությանը։ Եվ հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշ դարձած հայ վետերանների շարքից 102-ամյա Ռոզալիա Աբգարյանին են այցելել Ռազմական ակադեմիայի կուրսանտները։ Գաղտնիք չէ, որ զինծառայողների մասնագիտական պատրաստվածության կարևոր հիմքը տեսական և գործնական պարապմունքներով ուղեկցող ուսումնաշրջանն է։ Այդ ժամանակահատվածում են ժամկետայինները ձեռք բերում մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները։ Այս ամենի տրամաբանական բաղադրիչն էլ ամփոփիչ քննություններն են, որոնց արդյունքներով էլ ուսումնական զորամասում ծառայող զինվորները ստանում են կրտսեր հրամանատարի որակավորում և սերժանտական ուսադիրներով մեկնում զորքեր, շարունակելու իրենց մասնագիտական ծառայությունը։ Ուսումնական զորամասում հերթական գործնական պարապմունքն է։ Զինվորները վարժասարքերով ամրապնդում են դասերի ընթացքում ստացած տեսական գիտելիքն ու փորձում այն կիրառել գործնականում։ Տվյալ լսարանում, որտեղ իրականացվում էր տվյալ վարժասարքով կրակային, դա նախատեսված էր նրա համար, որպեսզի մեր կուրսանտները կարողանան ավելի պրակտիկորեն եւ ավելի վարժ տիրապետեն տեխնիկային եւ կարողանան դիպուկ կրակեն։ Այս լսարանում իրենց հմտություններն են զարգացնում հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորները, մեխանիկ վարորդներն ու հրամանատարները։ Համլետը նշանառու օպերատոր է զինված ուժերում։ Առաջ հրամանատարին ընձեռնված է ավելի բարդ հնարավորություն, քանի որ նա պետք է իմանա եւ նշանառու օպերատորի եւ մեխանիկ վարորդի պարտականությունները եւ կարողանա ճիշտ հրահանգներ տալ անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կատարել իրենց պարտականությունները։ Համլետն ու իր ծառայակից ընկերները 4 ամիս է ինչ համալրել են զինված ուժերի շարքերը։ Այս ընթացքում արդեն հասցրել են ձեռք բերել անհրաժեշտ ունակություններ ու հմտություններ եւ կոփվել որպես իսկական մարտիկներ։ Իմ ծառայության ընթացքում այս կարճատև ես կարողացել եմ ավելի տեսականորեն եւ պրակտիկորեն ուսումնասիրել իմ մասնագիտությունը, կարողանամ որոշ առումով իմ ֆիզիկական ակտիվությունը ավելացնել եւ կարողանալ կատարել հրամանները։ Երիտասարդ տղան ամեն օր տքնաջան աշխատանքի և կարգապահության շնորհիվ լավ արդյունքի է հասել, իսկ զինվորական համազգեստն էլ ավելի է պարտավորեցնում իր առաքելությունն իրականացնել պատվով և մեծ նվիրումով։ Տվյալ համազգեստը, որը ես հիմա կրում եմ, դա իմ համար ևս մեծ պատիվ է եւ պատասխանատվություն է, քանի որ ես հետագայում դառնալու եմ այն մարդկանցից մեկը, ով կկարողանա հայրենիքին թեկուզ որոշ չափով օգնություն ցուցաբերել եւ իմ մասնագիտական գիտելիքների իմացության շնորհիվ կարողանամ օգնել բանակին։ Բանակում բացի տեսական եւ գործնական պարապմունքներից զինվորները բավականին երկար ժամանակ են տրամադրում նաեւ ֆիզիկական մարզվածության զարգացմանն ու կատարելագործմանը։ Ֆիզիկական պատրաստությունը մեծ դեր ունի մեր առօրյայում, քանի որ զինվորը ոչ միայն տեսականորեն եւ պրակտիկորեն պետք է լինի պատրաստ, այլ նաեւ ֆիզիկապես։ Մհեր Գորգոյանն էլ հետևակի մարտական մեքենայի հրամանատար է։ Երիտասարդ տղան շուրջ 3 ամիս ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես է կոփվել ու ամրացել։ Ճկուն լինելն ու արագ մտածողությունը հրամանատարի հիմնական հատկանիշները պետք է լինեն, գերակշռող հատկանիշները, որոնք որ թույլ կտան, որ ավելի պարտավորված լինես ու որպես զինվոր ավելի աչքի ընկնես լավ վիճակում։ Մհերն ապագա ճարտարապետ է, մինչ բանակ զորակոչվել ընդունվել է Միացյալ Նահանգների ուսումնական հաստատություններից մեկը։ Ասում է, ծառայությունից հետո մեկնելու է ուսումը շարունակելու, սակայն մինչ այդ անվերապահորեն եւ անձնվիրաբար կատարելու է իրեն վստահված ցանկացած խնդիր։ Ինչից է սկսվում ծառայությունը, իմ համար սկսվում է թիկունքում գտնվող ընտանիքից ու թիկունքում գտնվող ընկերներից։ Դրանից հետո արդեն սովորելուց ու ըմբռնումից ծառայության մասին հասկանալուց, այս ծառայության ընթացքում պարտավորվում եմ իմ մեծ ներդրումն ունենալ այստեղ եւ սովորեցնելով անձնակազմին ինչի մասին ես արդեն տեղեկացել եմ։ Հրաձգարանում էլ հրաձգային ջոկերի ապագա սերժանտ հրամանատարներն են։ Սերյոժան հրաձգային ջոկի ապագա կրտսեր հրամանատար է, երիտասարդ տղան անկեղծանում է, երբևէ չէր մտածի, որ այսչափ կսիրի եւ կնվիրվի զինվորական ծառայությանն ու իր մասնագիտությանը։ 5 ամիս է սիրահարված եմ բանակին եւ զինվորական պատրաստությանը, քանի որ ինքը ամեն ինչ իմ համար շրջադարձային եղավ, սկսած ֆիզիկական պատրաստությունից մինչեւ նոր ծանոթություններ, նոր մարտիկ, ամեն ինչ շրջադարձային էր։
Զինվորները մեծ սիրով մասնակցում են պարապմունքներին, մանավանդ գործնական եւ կրակային պատրաստության, ունեն մեծ հետաքրքրություն զենքի հանդեպ, կրակայինի հանդեպ։ Հիմա կատարում ենք երկրորդ ստուգողական հրաձգային վարժություն, այսինքն ցանկացած զինծառայող վարժտում գտնվող գումարտակում գտնվող պիտի կատարի վարժությունը։ Ըստ դրա մենք հասկանում ենք, թե ինչ պատրաստվածության աստիճան ունի մեր ամեն զինծառայողը, քանի որ պատրաստությունը անհատական է։ Եվ ըստ դրա հասկանալու ենք, թե հետագա շաբաթների ընթացքում ինչ ուղղությամբ պիտի աշխատենք գերազանց արդյունքին հասնելու համար։ Ուսումնական փուլի ավարտին քննությունները հանձնելուց հետո զինվորները կստանան մասնագիտական կարգ եւ կտեղափոխվեն հիմնական ծառայության վայր, որտեղ էլ արդեն իրենց վստահված փոքրիկ անձնակազմին կփոխանցեն իրենց ստացած գիտելիքն ու հմտությունները։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնասականյան, Զինուր։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում պաշտպանական գերատեսչությունը պարբերաբար հանդես է գալիս օրենսդրական փոփոխությունների նախագծերով, զինվորական ծառայության մեջ առաջարկելով նոր կարգավորումներ։ Դրանցից մեկը վերաբերում է ժամկետայինների արձակուրդներին։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ավելացնել ժամկետայիններին հատկացվող արձակուրդային օրերը։ Որոշ զորամասերում արձակուրդային օրերի հանրագումարը կարող է կազմել մինչև 30 օր, պատմում է Տաթևիկ Աբրահամյանը։ Ժամկետային ցանկացած զինվոր ու սերժանտ բարեխիղճ ու անվերապահ ծառայության համար հրամանատարի թույլտվությամբ կարող է ազատ արձակվել գնդի տեղակայման վայրից, եթե իհարկե չի ստացել հերթական արձակումից զրկում կարգապահական տույժը։ Սա ըստ հրամանատարության լավագույն միջոցն է զինծառայողին խրախուսելու, հնարավորություն ընձեռելու մի քանի ժամ անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ։ Ծառայությունս 3 ամիսների ընթացքում ես արդեն հասցրել եմ ուսումնասիրել, տիրապետել այս տեխնիկային եւ դիպուկ կրակ վարել այս համալիրով։ Գևորգ Գևորգյանը հակատանկային մասնագետների պատրաստության դպրոցի կուրսանտներից է։ Ձմռանը բանակ զորակոչված երիտասարդը գերազանց ծառայության եւ օրինակելի կարգապահության համար մի քանի անգամ արդեն հասցրել է ազատ արձակման թույլտվությամբ տուն գնալ։ Անակնկալ հերթական խրախուսումը ստացավ մեր նկարահանման օրը։ Բարի ճանապարհ, շնորհակալություն ծառայության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Տուն գնալուց առաջ կուրսանտ Գևորգյանն անկեղծանում է բանակում ամենադժվար հաղթահարելին ընտանիքի հանդեպ կարոտն է։ Իսկ օրենքի ընձեռած այս հնարավորության շնորհիվ զինվորները հաղթահարում են դժվարությունն ու պատվով կատարում իրենց առաքելությունը։ Օգնում է հաղթահարել կարոտը ընտանիքի հանդեպ ու ավելի լուրջ տրամադրվել ծառայության մեջ, ավելի թեթև է լինում ծառայությունը։ Իսկ ինչ ես կարծում, ով է քեզ ավելի շատ կարոտել։ Իմ փոքր եղբայր ունեմ եւ միանշանակ մայրս։ Գևորգյայից անակնկալ է լինելու նաև ընտանիքի համար։ Հայրը, մայրը, պապն ու եղբայրները նրան ընձեռված խրախուսանքի մասին չգիտեն։ Նրանք Գևորգին չեն սպասում։ Եվս մի քանի րոպե եւ ահա, զինվորն այն փողոցում է, որտեղ աշխատում է մայրը։ Իսկ քիչ հեռու հայրական տունն է։ Ու քանի դեռ մտածում էինք, թե ինչպես կազմակերպել նրանց հանդիպումը, Գևորգի մայրը հեռվից հեռու նկատեց որդուն։ Ստացվեց անակնկալը։ Ես սուրպրիզակ են այմ տղեն, հրա։ Այս երեզը։ Շատ անսպասելի էր իրականում, այն որ ընկերուհիս չլիներ դուրս էլ չէին գալու, բայց որ մոտեցան հասկացա, որ հաստատ Գևն է։ Ինչ ասեմ, շատ հուզված եմ, շատ հաճելի էր ամեն դեպքում, որ երեխուդ տեսնում ես, չես սպասում, բայց ինչ-որտեղ ինքը հայտնում է տան։ Գևորգի մայրի երջանկության արդյունքները զսպել չի կարողանում։ Միաժամանակ վստահեցնում է, 3 որդիների լույս աշխարհ գալից էլ գիտակցել է, որ նրանց առաքելությունը նախ հայրենիքի սահմանները պաշտպանելն է, իսկ կարոտը կհաղթահարեն թեկուզ նման կարճ հանդիպումների շնորհիվ։ Հաշվի առնելով, որ բանակային կյանքը ընդգրկվող տղան դեռևս դպրոց ավարտած պատանի է, ունի սկզբունքներ, պատկերացումներ եւ որոշակիորեն մտային դաշտում այլ են
ընկալումները բանակային ծառայության վերաբերյալ, հետևաբար խրախուսելի է, որ լինեն արձակուրդներ զինվորի համար, հոգեբանական տոկունության առումով կարևորագույն գործոն կհանդիսանան վերադարձ նորից բանակ ռազմական ծառայություն շարունակելու առումով։ Բացի ազատ արձակման հնարավորությունից զինվորներն ունեն նաև արձակուրդի իրավունք։ Ըստ գործող կարգի 5 ամիս ծառայելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաները կարող են տուն գնալ 10 օրյա, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողները 15 օրյա ժամկետով, մինչև 2 օր էլ հատկացվում է զորամասից արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար։ Ընտանիքների համար եւս կարևոր նշանակություն ունեցող փաստ է այն առումով, որ ընտանիքը հոգեբանական ընճնշումից, անհանգստությունից եւ քիչ տեղեկացվածությունից դուրս է գալիս ու անմիջական շփման դաշտ է մտնում զինվորի հետ, որն օգնում է նաեւ ընտանիքին հոգեբանական, հուզական լարվածությունը մեղմել։ Զինծառայողների եւ նրանց ընտանիքների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Զինծառայողները լրացուցիչ 2 օրյա արձակուրդ կստանան նաեւ զինվորական երթում ընդունելուց անմիջապես հետո։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է շարքային կազմի համար 21 օր տևողությամբ հիմնական արձակուրդ, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում 30 օր տևողությամբ է նախատեսվում տրամադրել հիմնական արձակուրդը։ Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս պատասխանատուները հաշվի են առնելու զորամասի մարտական պատրաստվածության ապահովման շահերն ու զինծառայողի բարեխիղճ ծառայությունը։ Հիմնական արձակուրդի առաջին մասը տրվելու է ծառայության 5 օրացույցային ամիսը լրանալուց հետո։ Հիմնական արձակուրդի օրերը ծառայության ընթացքում բաժանվելու են 3 հավասար մասերի, հանելով արձակուրդի վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար նախատեսված 2 օրացույցային օրերը։ Օրենքի նախագիծը դրվել էր հանրային քննարկման եւ քվեարկությամբ հավանության արժանացել։ Առաջիկայում այն կքննարկվի նաեւ ազգային ժողովում։ Գերատեսչությունը վստահ է, եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ավելի կարժևորվի զինվորական երթման արարողությունը, իսկ զինծառայությունը ավելի գրավիչ կդառնա։ Սա էլ իր հերթին կնպաստի բանակում կարգապահության ամրապնդմանը։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Զինված ուժերի զինծառայողների հանգիստը կազմակերպելու գործում Պաշտպանության նախարարությունը ներդնում է ջանքեր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հնարավորություն ընձեռելով արձակուրդային օրերն անվճար հիմունքով անցկացնել Դիլիջանի հանգստյան տանը։ Լեռնային Հայաստանը մշտապես գրկաբաց ընդունում է զինծառայողներին, ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները։ Համալիրը հագեցած է նաև թերապիաների համար նախատեսված սրահներով եւ համապատասխան բժիշկ մասնագետներով։ Մանրամասները Ներա Համբարձումյանի ռեպորտաժում։ Պաշտպանության նախարարության Լեռնային Հայաստան հանգստյան տանը երկարատև դադարից հետո արդեն երկրորդ տարին անունց մեջ բացառապես անվճար հիմունքներով կազմակերպվում է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների հանգիստը եւ առողջարանային բուժումը, բուժական պրոցեդուրաների ծավալուն փաթեթով, բուժծառայության բժիշկ մասնագետների անմիջական հսկողությամբ։ Առողջարանը հագեցած է բավական հարուստ բժշկական մասով։ Մենք ունենք ջրաբուժարան, որտեղ կան տարբեր վաննաներ, մարգարտային վաննաներ, օզոնով վաննաներ, ունենք հատուկ առանձին վաննաներ ոտքերի եւ ձեռքերի համար, ունենք ցնցողների կաբինետ տարբեր ցնցողներով, ունենք էլեկտրալուսավորության հագեցած կաբինետ, ունենք մերսում, պարաֆին, ցեխաբուժություն, որը շատ կարևոր է։ Տիկին Անահիտը մեր հանգստացողներից է, ինքը այս պահին ընդունում է մրկային վաննա, որը նախատեսված է հոդացավերի, արյան շրջանառությունա կարգավորում, մկանային տոնուսի համար։ Հասմիկը իևս զինվորական է հանգստանում է մայրիկի հետ, վստահեցնում է, որ ոչ միայն բուժանձնակազմի մոտեցումներն են գրագետ ու պրոֆեսիոնալ, այլև համալիր սպասարկումն է բարձր մակարդակի, միջավայրն ու ստեղծված մթնոլորտը նպաստում են լիարժեք լիցքաթափվելուն եւ ուժերը վերագտած ծառայողական գործունեությանը վերադառնալուն։ Ես ինքս երկար տարիներ ծառայում եմ
զորամասային օղակում չեմ պատկերացրել ապրելով Դիլիջանում, այսքան մոտիկ գտնվելով նման հրաշքի, տարիներով չօգտվել, չբուժվել, հանգիստը չվայելել։ Այս պահին պացիենտը ընդունում է իմպուլսային հոսանքներ, որը ցուցված է նյարդային սիստեմի բոլոր հիվանդությունների համար եւ մկանային տոնուսը թուլացնելու, ողնաշար հիվանդությունների, հենաշարժական ապարատ հիվանդությունների համար։ Հանգստյան տան ուղեգրերի տրամադրման առաջնահերթությունը տրվում է հատկապես օրինակելի ծառայությամբ աչքի ընկած սպաներին։ Մայիսը կնոջ եւ մանկահասակ երեխաների հետ հանգստանում նաեւ օգտվում է բուժական ծառայություններից։ Անկեղծանում է անվճար հանգստի խրախուսանքը մոտիվացիայի եւս մի աղբյուր է սպայի եւ նրա ընտանիքի համար։ Սա զինծառայողներին ընձեռվող հերթական սոցիալական արտոնությունն է, ինչն անխոս ել ավելի է բարձրացնում զինվորական ծառայության գրավչությունը։ Երեխաների կնոջս եւ իմ համար իդեալական հանգստի միջոց է, որպես լավագույն զինծառայող ընտրվել եմ ես, ուղեգիրը մեզ է հատկացվել հանգստանալու համար։ Շատերի համար էլ հանգստյան տունը նաև հաճելի միջավայր է հին ընկերներին եւս մեկ անգամ հանդիպելու, ինչու ոչ հիշողություններն ու անցած տարիներին միասին ապրած նիմի բերելու, դրական էներգիայով լիցքավորված մասնագիտական ու ծառայողական ճանապարհը վերաիմաստավորած շարք վերադառնալու առումով։ Չէ՞ որ բանակն էլ մի մեծ ընտանիք է։ Ընդունում եմ այն փաստը, որ իրոք գնահատվում է զինվորականի աշխատանքը պետության կողմից։ Ընդունում եմ այն փաստը, որ առաջնային է համարվում պետության կողմից զինվորականի ընտանիքի անդամի համար նման վայր ունենալը։ Այս սրահում պացիենտը ընդունում է մագնիտոթերապիա, որը ցուցված է հոդային հիվանդությունների համար, լինի արտրիտ, պոլիարտրիտ, պարոզ, օստեոպարոզ։ Զինծառայողին շատ կարևոր է, որ վերականգնվի իր եւ նյարդերը, եւ եթե ողնաշարը նրանց ֆիզիկական ծանր աշխատանքից հետո ողնաշարը, հոդերը, շատ կարևոր է եւ մենք շատ գոհ ու շնորհակալ ենք, որ մենք ունենք այս հաստատությունը, որից կարողանում ենք անվճար գոնե տարին մեկ անգամ օգտվել։ Արթուր Արզումանյանը հույս է հայտնում, որ շուտով զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները հնարավորություն կունենան իրենց հանգիստը կազմակերպելու ավելի բարեկարգ եւ հարմարավետ պայմաններում։ Հանգստյան տան շենք շինությունների եւ այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագիրը նախագծային փուլում է։ Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ այն օրենսդրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս, դրանք խթան են հանդիսացել, որպեսզի առողջարանը համարյա 70%-ով միշտ զբաղվածություն ունենա։ Այսինքն 100-ից 130, 140 մարդ զինծառայող եւ ընտանիքի անդամ կարելի ասել մշտապես գտնվում են եւ օգտվում են առողջարանից։ Իսկ առայժմ ջանք չի խնայվում, որպեսզի մեր զինծառայողների եւ նրանց հարազատների համար ապահովվեն հանգստի լավագույն պայմանները, որպեսզի նրանք իրենց գնահատված եւ արժեվորված զգան։ Սա ոսկե կանոն է հանգստյան տան սպասարկող կազմի յուրաքանչյուր աշխատակցի համար, որոնք իրենց աշխատանքը նաեւ հայրենիքի պաշտպանների հանդեպ երախտիքի փոքրիկ դրսևորում են համարում։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։ 18-ից 27 տարեկան իքական սեռի ներկայացուցիչները կամավոր հիմունքներով կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 6 ամսով, բացառապես ուսումնական զորամասում։ Ծառայության ժամկետի ավարտին մասնակիցները կստանան 1 միլիոն դրամ պատվովճար։ 6 ամսյա ժամկետի ավարտին ծրագրի մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել Պաշտպան հայրենյաց ծրագրով եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 128 կամ դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ։ Հաջորդը կարող է լինել հենց դու։ Մայիսի 9-ին լրացավ հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարեդարձը եւ խոսել այս մասին ու չանդրադառնալ հայ ժողովրդի ունեցած ավանդին պարզապես անհնար է։ Հայ ժողովրդի ակտիվ մասնակցության մասին փաստում են հենց կենթանի լեգենդները, պատերազմի հայ վետերանները։ Ցավոք նրանց թիվը տարեստարի նվազում է, իսկ նրանցից ոմանք, ովքեր արդեն տոնել են 100-ամյակը, բավականին ակտիվ են եւ մեծ սիրով պատմում են իրենց մարտական կենսագրության եւ կյանքի նշանակալի դրվագների մասին։ Մերին Վարդան ու Վիոլետան Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտներ են։ Այսօրը նրանց համար վստահաբար տոնական է լինելու։ Ուղևորվում ենք հանդիպելու հայրենական մեծ պատերազմը փառքով անցած Ռոզալիա Աբգարյանին։ Կուրսանտները մեծ խանդավառությամբ եւ անհամբերությամբ են սպասում վետերանի հետ ծանոթությանն ու շփմանը։ Տիկին Ռոզալիան ինչպես միշտ տոնական օրվա կապակցությամբ կազմ պատրաստ սպասում է հյուրերին։ Եկեք նստեք։ Եվ առաջին հարցը, որ հետաքրքրում է կուրսանտներին, վետերանի մեկ դարյա կյանքի բանաձևն է, նրա անցած հերոսական ուղին։ 102 տարեկան եմ,
Չեմ լսում լավ։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է։ Երևի շարժումը, մտնելորդը։ Ես միշտ շփվել եմ ուսանողներիս հետ, բավականություն եմ ստացել, դրա համար էլ երկար ապրել։ Ես չի սպասում ճիշտն ասած, որ այսքան կապրեմ, բայց ապրեցի։ Եվ բնականաբար հաջորդիվ 102-ամյա վետերանը պատմում է բոլորիս արդեն հայտնի պատմությունը։ Մեզ տարան նավթկլուբ, այնտեղ կուրսեր էր ռադիոտելեգրաֆիստների, սովորեցինք 3 ամիս, մորզեի ազբուկան, աշխատանքը ինչպես են կատարում, տղաներից ոչ մի բանով չենք ջոկվում, ոչ մի զիջում չկար աղջիկներին։ Բոլոր կանոնները զինվորական մենք կատարում ենք։ 3 ամսից հետո մենք գնացինք ռազմաճակատ։ Տիկին Ռոզալյան երիտասարդ հյուրերին պատմում է ինչպես հայտնվեց ռազմաճակատում, որտեղ մարտնչեց, որ քաղաքներում եղավ իր ծառայակից ընկերների հետ եւ ինչպես վիրավորվեց։ Մի կերպ հասա բժշկական կենտրոն Սանչասին անվանում են ժամանակ, հանեցին այդ կուժիկները, կտրեցին, որովհետև հնարավոր չէր հանել ոտքիցս, ոտքերս ուրած եւ բուժեցին այստեղ։ Եվ այդպես խիզախայուհին շարունակեց պայքարը։ Թեև հայրենական մեծ պատերազմի ավարտից ուղիղ 8 տասնամյակ է անցել, սակայն տիկին Ռոզալիայի անվերջ ժպտացող աչքերում հուզմունք ու խորը կսկիծ է նշմարվում, երբ վերհիշում է պատերազմի անմարդկային ու սարսափելի դրվագները։ Ամեն աստու օրը կամ կրակում էին, որ կրակում էին այնպես ձայն էր գալիս, ինք վախենում, ինք արդեն։ Տիկին Ռոզալյան եղավ ռազմաճակատի տարբեր կետերում եւ նրա ռազմական ուղին ավարտվեց Պրահայում։ Գնացինք հասանք Պրագա եւ նույն օրը հայտարարեցին, որ ավարտվեց մեծ հայրենական պատերազմը։ Այդպես ես հասա հաղթանակին։ Տիկին Ռոզալյան պատերազմից վերադարձավ ավագ սերժանտի կոչումով եւ երբեք չափսոսաց իր կատարած ընտրության համար։ Եղել է պահեր, որ հիասթափվեք։ Հիասթափվեմ, որ գնացել եմ բանակ, ոչ մի անգամ։ Զրույցի ընթացքում վետերանն իր հորդորն է փոխանցում կուրսանտներին։ Սիրեք ձեր հայրենիքը, միշտ պատրաստ եղեք պաշտպանել հայրենիքը, այդ իմ խորհուրդս է։ Հետո ավանդույթի համաձայն տիկին Ռոզալյան, որ նաև հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում ունի, կուրսանտների հետ թերթում է լուսանկարները եւ դարձյալ վերադառնում անցյալ։ Ես կարծում եմ, որ ես արժանապատիվ եմ անցել ճանապարհը։ Սրանք ուսանողներ, սրանք գոլեգաներն են, քիմիական տեխնիկումի։ Թեև կուրսանտները դեռ շատ հարցեր ունեին, սակայն նախատեսված ժամանակը մոտենում է ավարտին։ 102-ամյա վետերանը խոստանում է մյուս հանդիպմանն ավելի մանրամասն պատմել իր կյանքի մասին։ Շնորհակալ ենք շատ համար։ Մի օր ես կարող եմ գամ ձեզ մոտ, հանդիպեմ այնտեղ, պատմեմ ինչ կա որ, ու արդեն ավելի մանրամասն։ Եվ վերջում գրկախառնություններ ու բարեմաղթանքներ հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանից։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Հաջողություն, անհապերք սպասեմ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է,
Մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, հավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով հետվեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։